Հայաստանի իշխանության կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված այս արշավին ուշով հետևում է աշխարհը։ Մեր թշնամիները ձեռքերը շփում են, ողջունում, ծափահարում Փաշինյանի քայլերին, մինչդեռ հայ ազգի գնահատողները, հայ եկեղեցու դերը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար կարևորող անհատները, անձիկ անգամ հորդորում են մեզ ամուր պահել մեր սրբության սրբոցը, մեր եկեղեցին եւ լինել կանգնած մեր կաթողիկոսի Գարեգին II թիկունքին։ Այդ մարդկանցից մեկը գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանն է, ով վերջերս շատ կարևոր մի քանի դիտարկում է ներկայացրել եւ հիմա ես ուզում եմ դրանցից մի քանիսը ներկայացնել։ Մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղի, բայց մյուս կողմից կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով, թելադրում է եկեղեցուն։ Պատկերացեք, Իտալիայի վարչապետը տեղից վեր կենա ու պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է պատարագ հնչեցնի կամ քննարկի եկեղեցում ազգային հիմն հնչեցնելու հարցը։ Եկեղեցու դեմ ցանկացած գործողությամբ դուք հայերդ պառակտվում եք որպես ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է լինում։ Ինչ կմնա Հայաստանից, այսպիսի հարց է հնչեցնում գերմանացի պատմաբանը, եթե նրա եկեղեցին տապալվի, քրիստոնեական համայնքը ձեր հայ այլևս ինքնությունը կկորցնի, ասում է Հեզերմանը, եւ հավելում, որ երբեք աշխարհը եւ մենք չէինք հավատա, որ Հայաստանում նման իրողություն կարող էր տեղի ունենալ։ Ես ուզում եմ նաեւ ընթերցել մեկ հատված, որտեղ նա հստակ խոսում է նաեւ մեր կաթողիկոսի մասին։ Տեսեք, թե ինչ է ասում։ Ասում է, ամենայն հայոց կաթողիկոսը շատ ուժեղ մարդ է։ Մոռացեք բոլոր բամբասանքների մասին, այնքան ստեր են տարածում քարոզչության նպատակով։ Նորին սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Նա շատ սպասված հյուր է Վատիկանում, նա մեծապես հարգված եւ անձ է ուղղափառ աշխարհում, արևելյան եկեղեցիներում, ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով, աշխարհում ուղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե Աստծո մարդուն մի բան պատահի, դա կցնցի աշխարհը։ Կարծում եմ, դա բնավ լավ չի լինի Հայաստանի հեղինակության եւ վարկի համար։ Ես ընթերցեցի գերմանացի պատմաբանի Միքայել Հեզեմանի խոսքերը, իսկ